Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր մենք հյուրընկալվել ենք Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության գրասենյակում եւ զրուցելու ենք քաղաքական նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանի հետ։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալելու համար։ Այս օրերին ակտիվորեն քննարկվում է Միասնության թևերի ամենատարբեր միջոցառումները, նախաձեռնությունները, բայց առավել շատ քննարկվեց եւ մինչ այս պահը շարունակում են քննարկել Արման Թաթոյանի հայտարարությունները հակառակորդի նոր ներխուժումների վերաբերյալ մեր սուվերեն տարածք, գիտեք, այնտեղ նաեւ ամրաշինական աշխատանքներ են կատարվել, առանձին հատվածներում դիրքերի բարելավում է հակառակորդը ունեցել եւ սրան իշխանությունը պատասխանում է շատ ցինիկ ձևով, անվանում են սուտ, նշում են, որ այսպիսի հայտարարությունները արվում է, որպեսզի Արման Թաթոյանի մասին խոսեն, ել չեմ խոսում այն մասին, որ կան ԿՊԱ-ականներ, ովքեր անգամ առաջարկում են, որպեսզի Արման Թաթոյանը կպնի իր գործերին, ինչպես կարձագանքեք այս կարևոր հարցի արձագանքը այսպիսին պիտի լինի, այսպես պիտի խոսեն հանրության հետ նման նուրբ հարցերի վերաբերյալ։ Նախ եկեք շատ բարդ հարց չէր ձեր ասածը, ես սպասում էի բնականաբար այդ հարցին եւ բնականաբար երբ մենք ներկայացնում էինք, պարոն Թաթոյանը ներկայացնում էր այդ բոլոր բացահայտումները եւ ադրբեջանական զորքերի տեղաշարժը եւ նոր օկուպացիոն ծրագրերն ու նոր օկուպացված տարածքները եւ դիրքերը, մենք բնականաբար սպասում էինք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից եւ նրա այդ ուսապարկերի կողմից կլինեն նման արձագանքեր, այնց որ դա մեր համար սպասելի է։ Հիմա ձեր հարցին ավելի բովանդակալից պատասխանեմ, նախ սկսենք նրանից որ երբ մարդիկ Արման Թաթոյանին գիտեին, երբ ճանաչում էին եւ գնահատում էին նրա աշխատանքը որպես մարդու իրավունքների պաշտպան, որպես մասնագետ, որպես ժողովրդի կողքին կանգնած պետական պաշտոնյա, ԿՊԱ-ականների ճնշող մեծամասնության անունները նույնիսկ իրաց հայացում չգիտեին, հենց որ ԿՊԱ-ականների այդ խոսույթը, որ Արման Թաթոյանը խոսում է, որ իր մասին խոսան, դա աբսուրդ է ամբողջովին, որովհետեւ մի քիչ համեմատելու բան չի, էլի ԿՊԱ-ականներն ու Թաթոյանը կամ մեր քաղաքական թիմը թե մակարդակով, թե բարոյականությամբ, թե մարդկանց կողմից ընկալվում։ Հիմա ինչ վերաբերում է սուտին, գիտեք ոնց առհասարակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորների կամ ցանկացած մարդու կողմից ով ինչ որ առնչություն ունի քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, սուտ բառը նրանից լսելը դա աբսուրդ է, որովհետև ինչ, բայց այս մարդիկ ստի հոմանիշն են, կեղծիքի հոմանիշն են եւ եթե զուտ փորձի համար դուք գանք փողոց, զրուցեք մեր հայրենակիցների հետ, ես համոզված եմ, որ 10-ից 9 կասեն, նույնիսկ պատճառը չիմանալով, կասեն, որ ոչ մեկի, ոչ մի բարոյական իրավունք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չունի անվանել ստախոս, որովհետև նման կարգի ստախոսներ, նման կարգի կեղծիք տարածողներ Հայաստանի չասեմ բայց 30, բայց առնվազն 200 տարվա պատմության մեջ չեն, էլի։ Նենց որ այդ ստախոսության վերաբերյալ թող իրանք մտածեն, էլի, ամբողջ աշխարհը իրանց ասում ստախոս, հիմա իրանք փորձում են ինչ-որ մեր վրա ցել շպրտել։ Հիմա ավելի բովանդակային Եվս մի նկատառում եւ նաեւ հարց։ Դուք հասկացաք Պապիկյանը առհասարակ սուտեր անվանում ներխուժումը, թե ընդհանրապես խոսքը գնում էր նրա մասին, որ օրինակ Ամրանը չեն ներխուժել, այլ ժամանակահատվածում են ներխուժել։ Դուք ինչ հասկացաք ընդհանուր առմամբ նաեւ իր արձագանքից։ Ճիշտն ասած, ես հասկացա մենակ մի շատ པարզ բան։ Մեր ժողովուրդը ունի sense մի հատ ասացվածք, չէ՞, որ ասում են գողին միջև ձեռքից չես բռնում, վրան ապացուցել չի լինում։ Հիմա այս մարդիկ ձեռից բռնել ենք, կոպիտ ասած, մատնացույց են կանում փաստերով, ընդ որում աներկենի փաստերով մատնացույց են կանում։ Ինչ է կատարվում, ինչ լկտի սուտ են նրանք տարածել, երբ որ մարդկանց չեն ասել այդ ներխուժման մասին։ Հիմա այս մարդիկ կանգնել ասում են սուտ է։ Գիտեք ոնց Սուրեն Պապիկյանը եթե լիներ պրոֆեսիոնալ, եթե լիներ պաշտպանության ոլորտից գոնե մի փոքր գլուխանող մարդ, հիմա ինքը պետք է փաստերով հստակ հերքեր մեր ասածը, բայց նա փաստերով չի կարա հերքի, որովհետև այն ինչ որ մենք ասել ենք դա 100%-անոց ճշմարտություն է, ընդ որում մի բան ասեմ, որը մեր հայրենակիցներն էլ գիտեն, բայց շատ ավելի լավ գիտեն դրա մասին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում Նիկոլից Բռնած վերջացրած այդ որ իր գործերին էր կպնում այդ երևույթը։ Հիմա ասեմ
ով մտածում էր, որ պիտի անպայման Գեղարքունիքից լինել, որ Գեղարքունիքի օկուպացված տարածքների մասին խոսել։ Դե գիտեք ոնց ես չեմ ուզում իրանց անվանական անդրադառնամ, որովհետև իրանք շատ փոքր մարդիկ են, որ իրանց անդրադառնամ, բայց ասեմ, մեր խնդրեմը քաղաքացիական պայմանագրի համար ի՞նչն է։ Այն է, որ միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամները, սկսած ղեկավարից վերջացրած բոլոր անդամներով, նախ առաջինը իրանց ոլորտի շատ մեծ պրոֆեսիոնալներ են, որոնց պրոֆեսիոնալիզմը ոչ ոք, ոչ մի պարագայում, թե նախկինները, այսպես ասած, թե ներկաները չեն կարող վիճարկել։ Հիմա մենք ունենք մի ոսկե կանոն։ Մենք չենք ասում բաներ, որոնք չենք կարող ապացուցել, եւ քաղաքական առումով չենք տալի խոստումներ, որոնք չեն կարող իրագործել։ Հիմա դա շատ պարզ է, դա շատ հստակ կոնկրետ բան է, որ մենք ասում ենք մեր ժողովրդին եւ շատ դրական արձագանքներ ենք ստանում, այսինքն մարդիկ այս կոնցեպտը, որ չենք ասում բաներ, որը չենք կարող ապացուցել եւ չենք տալի խոստումներ, որոնք չենք կարող բայց շատ լավ ընկալում են։ Հիմա այդ տեսանկյունից բնականաբար համ Սուրեն Պապիկյանը, համ Նիկոլ Փաշինյանը, համ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերնախավը շատ լավ գիտեն, որ այն փաստերը, այն տվյալները, որոնք երեք ներկայացրեց պարոն Թաթոյանը, դրանք 100%-անոց ճշմարտություն են։ Դա նույնքան ճշմարտություն է, որքան մածունը սպիտակ է կամ որ առավոտը արավ է բացվում։ Հիմա եթե նրանք վստահ են իրենց ասածների վրա, խնդրեմ, կարող եք պաշտոնական հերքում տալ, կարող եք ապացույցներ, փաստեր ներկայացնել, որ մեր ասածը սխալ է, բայց այդ փաստերը չկան, նրանք չեն կարող դա անել եւ բնականաբար նրանց մնում է մենակ sense մերկապարանոց հայտարարությունները, ընդգրկած այս ջղաձգումների մեջ, լկտի խոսան իրենց հարիր, իրենց ինչ որ անգրագետ այդ ոչ իմանչ ներկայացնող ուսապարկերին գցեն առաջին գիծ, որպեսզի խոսան վարկաբեկեն մարդկանց, բայց գիտեք, այստեղ մի շատ ցավալի բան է կա ԿՊ-ի համար, այդ սուտը կեղծիքը արդեն չի ազդում ժողովրդին։ Քանի որ դա արդեն անիմաստ է իրաց այս խոսալը։ Ու օգտվելով առիթից, նաև օգտվելով առիթից մեր հերուստա դիտողներին եմ ուզում մատնացույց անել, նայեք սիրելի հայրենակիցներ, այս մարդիկ առավոտից երեկո խոսում են ինչ-որ քաղաքակրթվածությունից, խոսում են բարոյական սահմաններից, բայց նայեք այս պահին, երբ որ մենք կոնկրետ գտել ենք նրանց ահավոր մանիպուլյացիայի եւ կեղծիքի ապացույց, գտել ենք այն ապացույցը, որ Ադրբեջանը հակառակ Նիկոլ Փաշինյանի այս առավոտից երեկո տարվող քարոզչության, որ խաղաղությունը դիրքեր անոնից ամրացնում, առաջ է շարժվում, շարունակում է Հայաստանի Հանրապետության օկուպացիան, ու այս մարդիկ գոնե հստակ ֆիքսած հերքեր մերկապարանած հայտարարություններ են անում ու ընկել են sense քաղաքական էպիլեպսիայի մեջ։ Հիմա օգտվելով առիթից նորից այդ մարդկանց խորհուրդ եմ տալիս. հարգելի ճակերտավոր, հարգելի տիկնակ եւ պարոնայք, վերջ տվեք ձեզ գժիտեղ դնելը ձեր լեզվով ասած, եթե կարող եք կոնկրետ ապացուցեք, որ սուտ ենք խոսում, եթե չեք կարող, բնականաբար չեք կարող, գոնե մի քիչ բարոյականություն ունեցեք, ներողություն խնդրեք։ Չնայած մենք ձեր ներողությունը չենք սպասում, բայց գոնե մի փոքր, եթե բարոյականության բառը ձեր հետ ինչ-որ աղերս ունի, Կարկ ներողություն խնդրեք, եթե չէ, խնդիր չկա։ Մենք ձեր գիտեք ով եք։ Եթե անգամ քաղաքական նախաձեռնությունից ներողություն չխնդրեն, պիտի միջոցներ ձեռնարկեն, նորմալ երկրում այդպես կլիներ, որպեսզի հակառակորդը հետ շպրտվի այնտեղ, որտեղից եկել է։ Այսինքն այստեղ պիտի կոնկրետ օկուպացիայից ազատել կամ առնվազն խոսել, բարձրաձայնել օկուպացիայի մասին եւ նաեւ միջազգային հանրությանը ներկայացնել, որ գիտեք, տեսեք, մենք փորձում ենք գնալ խաղաղության ճանապարհով, բայց Ադրբեջանը շարունակում է օկուպացնել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները, ընդ որում Թրամփի հետ փաստաթուղթ ստորագրելուց առաջ։ Գիտեք, նախ նորմալ երկրի մասին խոսելը այս կառավարությունով արդեն անիմաստ է, որովհետև ես համոզված եմ, որ մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը որքան էլ դրա մասին։ Եթե նորմալ իշխանության հետ։ Դե իշխանությունը նորմալ, գիտեք ոնց։ Նորմալ իշխանություն ասվածը դա բացարձակապես ոչ մի աղերս չունի քաղաքացիական պայմանագրի եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մարդիկ նորմալ իշխանություն չեն, այս մարդիկ երբեք նորմալ իշխանություն չեն եղել եւ առավել քան համոզված եմ, եւ ես կարծում եմ դուք եք համոզված, որ երբեք սրանք չեն կարող դառնալ նորմալ իշխանություն։ Ինչ վերաբերվում է իրանց մահավատքին, ստեղ կա մի շատ կարևոր թեզեր, որը որ կուզենամ մեր կարմիր գծով անցնում է, էլի սա շատ տրամաբանական է։ Նայեք, մեր միջոցառման ժամանակ պարոն Թաթոյանը շատ հստակ հայտարարեց, որ նա իրեն ներկայացնում է որպես Հայաստանի թեկնածու։ Հիմա այդ տրամաբանության մեջ Հայաստանի թեկնածու, այսինքն Հայաստանի շահերը պաշտպանող թեկնածու Արման Թաթոյանը հստակ փաստերով ապացուցում է ինչա կատարվում,
Հակառակ կողմը, այսինքն Ադրբեջանի շահերը պաշտպանող իշխանությունները բնականաբար պետք է հերքեին։ Բայց Նիկոլ Փաշինյանի ու քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար ամենակարևորը իրաց սեփական իշխանությունն է եւ իրենց քաղաքակիրթ, կիրթ եւ կառուցողական ընկերների շահը։ Բնական է, որ մենք պետք է մեր հասարակությանը ներկայացնենք մեր փաստերը, հասարակությանը համոզենք եւ ցույց տանք ինչ անում Նիկոլ Փաշինյանը եւ Ալիևը, Նիկոլն իր ուսապարկերի ու քարոշչա մեքենայի ու ֆեյքերի եւ այդ ամբողջ նիկոլական այդ զանգվածի հետ պետք է ներքի։ Նորմալ է։ Ասում եմ փորձում են ժողովրդին ֆուճապի մեջ դնել, փորձում են այնպես անել, որպեսզի մարդիկ վախենան եւ այս վախի մթնոլորտ են փորձում տարածել, դրա համար նրանք ուզում են ձայներ մուրալ, ամենատարբեր քննադատություններն են հնչում, բայց ձեր նաեւ այս նախաձեռնության բացահայտումների հետ կապված կարևորն այն է, որ մարդիկ ձեր կարծիքով կարող են հասկանալ, թե որն է այդ ամեն վարքյան, որ Փաշինյանն ասում է խաղաղություն, որն է այդ խաղաղության գինը, աստորեն կտոր մեր հայրենիքը տալն է խաղաղության գինը։ Խաղաղություն նախ ֆիքսենք, որ չկա։ Խաղաղություն գոյություն չունի եւ Նիկոլ Փաշինյանի այդ ամբողջ թեզերը խաղաղության մասին ոչ Կարծում դուք ասում եք մենք սողացող պատերազմի մեջ։ Բնականաբար, այսինքն դա մենք չենք ասում, դա ասում է նախ առաջինն է Ադրբեջանի ղեկավարը, որովհետեւ Իլհամ Ալիևը իր ոչ մի պահանջից ետ չի կանգնել, բացարձակապես դա կլինի սահմանադրության փոփոխություն։ Ասում է սահմանադրությունը պետքա փոխեք, ոնց որ ասում էի։ Դա կլինի արևմտյան Ադրբեջան պրոյեկտի իրականացում, ամենակարևորը, որը ըստ էության Հայաստանի օկուպացիայի ծրագիրը, պետական քաղաքականության արդյունք է, Ադրբեջանի կառավարության կողմից մշակված, հատուկ ծառայությունների կողմից մշակված ծրագիրը Հայաստանը օկուպացնելու։ Սահմանադրությունը ասում է փոխեք, բանակը ասում է կրճատեք, արևմտյան Ադրբեջանը պետքա տեղի ունենա այդ պրոյեկտը, դիրքերը բարելավում են, նշանառության տակ ապահում Սոտքի համքը, նշանառության տակ ապահում այդ ամբողջ բնակավայրերը, միջպետական ճանապարհները, այն ճանապարհները, որոնցով այդ տարածաշրջանի գյուղերը կապվում են միջպետական ճանապարհների հետ, հիմա սա հերքել կամ հաստատելու հարց չի, սա փաստ է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը եւ իր ուսապարկերը, եթե այդքան ազնիվ են, չնայած ազնիվ բառը իրանց համար մի քիչ ճոխ է, թող գնան այդտեղ կանգնեն, նկարեն հերքեն։ Եթե կարում են թող անեն։ Մենք մեր փաստերի համար պատասխանատու ենք, մենք մեր ասածների համար պատասխանատու ենք, ու ընդ որում շատ մեծ արձագանք տավ պարոն Թաթոյանի ասածը, մեր հայրենակիցները շատ հստակ ընկալեցին, որովհետև պետք չէ լինել ռազմական մասնագետ կամ զինվորական գործի գիտակ, որպեսզի հասկանալ ինչա կատարվում։ Կատարվում է մենակ մի բան, որի մասին մենք անընդհատ խոսում ենք։ Ադրբեջանը ետ չի կանգնել իր օկուպացիոն ծրագրերից, Ադրբեջանը շարունակում է սողացող պատերազմը Հայաստանի դեմ, Նիկոլի բառերով ասեմ, հիբրիդային պատերազմը Հայաստանի դեմ Ադրբեջանը շարունակում է եւ դրան օգնում է Նիկոլ Փաշինյանը։ Այդ հիբրիդային պատերազմի օգնող որպես գործոն Ալիևի օգնող գործոնը քաղաքացիական պայմանագիրն է։ Շատերը մտածում էին, որ հանրության շրջանում նաեւ ցավոք սրտի Արցախը տան ամեն ինչ կվերջանա եւ այդ խաղաղությունը կլինի եւ դրանով որոշակի զանգվածներ իր շուրջ կարողանում էր Նիկոլ Փաշինյանը հավաքել։ Հիմա արդեն ակնհայտ է, չէ՞, որ Արցախը այլևս հակառակորդի վերահսկողության տակ է եւ արդեն մեր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներն են մաս տրվում, որովհետեւ եթե մենք խոսենք օկուպացիայի մասին, գոնե այդ դեպքում դիմադրության արժանացած կլինեին եւ այլ, հիմա չգիտենք ինչ ասենք, սա պայմանավորվածություն է, օկուպացիա արդեն իշխանությունների էլի միջև չենք կարողանում այդ նաեւ իրավիճակը ընկալել։ Սա այդ մարդկանց համար, ովքեր մտածում էին, որ Արցախը տվեցին վերջ, ամեն ինչ վերջացավ, ինչ էր։ Գիտեք, իրենց մտորումների առիթ տալիս է, չգիտեմ, դիրքորոշումների փոփոխության առիթ տալիս է, հասկանում են ի վերջո, որ իրենց բարբերաբար խաբել են, մոլորեցրել են։ Գիտեք, սենց մի շատ հետաքրքիր հարց եք տալի, որը մտորումների առիթ է տալիս։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը, կոնկրետ Նիկոլ Փաշինյանի այդ քարոզչության, այդ Նիկոլ Փաշինյանի դաշտ նետվող թեզերի կողմնակիցներն անշուշտ մեր հասարակության մեջ կան եւ պետք չի հերքել ակնհայտը։ Կան մարդիկ, ովքեր գաղափարապես աջակցում են Նիկոլ Փաշինյանին, այսինքն ուրացման քաղաքականությանը, Հայաստանի պատմական հիշողության վերացման քաղաքականությանը, ցեղասպանության ժխտման քաղաքականությանը, Արցախը Ադրբեջանը թեզին կան մարդիկ։ Բարեբախտաբար այդ մարդիկ շատ չեն։
որովհետև կա մի տարածված տեսակետ, որ մեր ժողովուրդը չի ուզում Արցախը պատրաստ չէ պահել, հայրենասեր չի եւ դա սխալ է, մեր ժողովուրդը շատ հայրենասեր է, մեր ժողովուրդը ուղղակի հանգամանքների բերումով եւ ապիկար եւ պատուհաս իշխանությունների պատճառով եկավ հասավ այս հանգրվանին, բայց ես լիովին համոզված եմ, որ մենք կարող ենք միասնական լուծել մեր երկրի բոլոր խնդիրները եւ դա անել մեր ուժերով։ Հիմա դուք ասում եք մարդկանց մոտ մտորումներ առաջացնում է թե չէ, սենց ասեմ, այն մարդկանց մոտ, ովքեր գաղափարական նիկոլականներ են, տենց 100%-ով Նիկոլին համաձայն են Նիկոլի արածների հետ, կոպիտ ասած Գնել Սարգսյան ոճի կերպարներ են, հավաքական Գնել Սարգսյանի։ Բնականաբար նրանք թքած ունեն, ադրբեջանցիները կան հասնեն Երևան հացնի, կտոր հասնեն լինի 1000 դրամ, մեկաներակ Նիկոլ Փաշինյանի կողքին։ Բայց բարեբախտաբար այդ մարդիկ շատ քիչ են, այդ մարդիկ այո կոնսոլիդացված են Նիկոլի շուրջ, բայց հանրային օրակարգ չեն թելադրում, այդ մարդիկ պատրաստ չեն Նիկոլ Փաշինյանի համար դուրս գալ փողոց եւ նույնիսկ հանրահավաքանել, այդ մարդիկ ուղղակի գլուխները կախ, իրենց ներսի այդ մաղձը կուտակած, նստում սպասում են երբ հագալու ընտրությունների օրը, որ գնան իրան քվեարկեն իրենց փրկչի օգտին։ Իսկ հասարակության լայն շրջանակները արդեն օբյեկտիվորեն կար տենց բան, որ հասարակությունը դանդաղ է ադապտացվում նոր իրավիճակներին եւ դանդաղ է հասարակության աչքերը բացում։ Հիմա հասարակության ճշով մեծամասնությունը արդեն շատ լավ հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ անհնար է խաղաղություն, Նիկոլ Փաշինյանի հետ անհնար է միջազգային հարթակների ունենալ արժանապատիվ Հայաստան եւ Նիկոլ Փաշինյանի հետ անհնար է ունենալ պաշտպանված երկիր եւ սոցիալապես ապահով եւ սոցիալական եւ զարգացող տնտեսություն, ասենք ասեմ։ Այդ մարդիկ հասկացել են։ Հիմա մենք գնում ենք ընտրությունների, մեր նպատակն է մարդկանց որքան հնարավոր է այս հարցերը ավելի հստակ բացատրել, որքան հնարավոր է մոբիլիզացնել ժողովրդին եւ որքան հնարավոր է շատ մարդկանց խնդրել, ուղղորդել, հորդորել, որ գնան ընտրությունների եւ մասնակցեն։ Սա է Նիկոլից ազատվելու բանաձևը էսպայի դրությամբ։ Ես բազմիցս քարոզարշավներ եմ լուսաբանել, հիմա որ հաշվի առնենք վաղ քարոզարշավը մեկնարկել է, այսպես, հա, շատ լայն իմաստով մեկնարկել է։ Շատ վաղ է մեկնարկել։ Նախկինում օրինակ ավելի շատ անվտանգության վրա է շեշտ դրվում, ինչի մասին դուք հիմա խոսեցիք։ Հիմա տեսնում ենք, որ եթե նախկինում օրինակ Նիկոլ Փաշինյանին էին անվանում, որ պոպուլիստական ծրագրեր է ներկայացնում եւ այլն, հիմա տեսնում ենք, որ անվտանգային բաղադրիչը մեծամասնության մոտ գուցե ծրագրերում ներառելու են այդ բուկլետների վրա լինելու է, բայց խոսույթում կարծես երկրորդ պլան մղված լինի։ Գուցե հետո փոխեն։ Նկատի ունեմ, որ օրինակ ավելի շատ խոսում են սոցիալական խնդիրների մասին, խոսում են նույն պարգևավճարների մասին, կարծես Նիկոլ Փաշինյանի ու թիմակիցների միակ մեղքը այդ պարգևավճար ստանալն էր, մենք գիտենք թե ինչ ծանր այսպես հա կացության մեջ են դրել երկիրը։ Եթե անվտանգության հարցը երկրորդվում է եւ նաեւ հանրությանը պարբերաբար այդ անվտանգության խնդիրները չեն ներկայացում, մնացած հարցերը որքանով կարող են կարևոր լինել, որովհետեւ Արցախում էլ շատ ներդրումներ արվեցին, Արցախում էլ սոցիալական ծրագրեր էին իրականացվում եւ այլն, բայց ի վերջո տեսանք, թե ինչի հանգեցրեց եւ ամբողջ այդ անվտանգությունը փլուզվեց եւ նաեւ պատերազմը եւ այլն դրանից առաջ եւ այսինքն վերջին պատերազմից առաջ բլոկադան։ Գիտեք, ես ձեր հարցը հասկացա, անկեղծ ասած ես չեմ ուզում անդրադառնամ մեր ընդդիմադիր գործընկերներից ոմանց քարոզարշավի տակտիկային, որովհետև դա իրաց որոշումն է, յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ իրավունք ունի իր քարոզարշավը այնպես կազմակերպել, ինչպես նա է կազմակերպում։ Ես կարող եմ խոսել մեր ակնկալից։ Չեմ ուզում մտածել, որ 10,000 դրամ թոշակները բարձրացնել եւ չբարձրացնելը դա պիտի լինի հիմնական խոսույթ։ Չէ, հիմնական խոսույթ չէ, բայց պետք է հստակ ֆիքսել եւ մեր տարիքով քաղաքացիներին, մեր թոշակառուներին պետք է հստակ ասել, որ սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանը ոչ թե բարձրացրել է ձեր թոշակները սոցիալական քաղաքականությունից ելնելով կամ բարձրացրել է այն պատճառով, որ դուք քիչ թոշակ եք ստանում եւ պետք է ավելի բարձրացնել, այլ բարձրացրել է շատ մի կոնկրետ նպատակով։ Ընտրություններից առաջ
այսպես ասած, ձեզ կաշառելու, ձեզ սիրաշահելու, ձեզ ընտրատեղամասներ բերելու եւ իր համար քվեարկելու համար դա արել եւ ընդ որում այդ 10000 դրամը, որ ինքը բարձրացրել է, դա օգուտ է չի տալիս, կարող բացատրել ինչու, որովհետեւ գոյություն ունի նվազագույն սպառողական զամբյուղ, որը եթե մենք համագումարային նայում ենք եւ նվազագույն թոշակն ենք նայում, նվազագույն թոշակը սպառողական զամբյուղը չի ծածկում, այսինքն այն մարդիկ, ովքեր որ ստանում են ամենակիչ թոշակը, հիմա այդ 10000 դրամը, որ Նիկոլ Փաշինյանը ավելացրել է, դա նրանց կյանքում էական բան չի փոխել, թոշակները ոչ թե պետք է բարձրացնեն ուղղակի միանվագ 10000 դրամ, որը բոլորի մոտ չի բարձրացել 10000, դեռ չափերով է բարձրացել, ոչ թե պետք է բարձրացնել ընդամենը 10000 դրամ ընտրություններից 2 ամիս առաջ, այսինքն ինչի մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանը մեր քաղաքացիներին, մեր թոշակառուներին, այն մարդկանց, ովքեր որ իրենց ողջ կյանքը աշխատել են Հայաստանում, հարկեր են վճարել, ուղղակի դիտարկում է որպես ինչ, ընտրություններին մասնակցելու մատիրյա, իր բառերով ասած։ Պետք էր հետևողականորեն տանել սոցիալական քաղաքականություն, որ թոշակառուն տարեց մարդը, թոշակի անցնելով իր կյանքը վայելի արժանապատիվ ապրի, կարողանա օգտվել ամեն ինչից։ Դեղորայքի հարցը, առողջապահության հարցը, սոցիալական ապահովման հարցը, այդ բոլոր հարցերի վրա Նիկոլեն այս տարիների ընթացքում թքած են ունեցել։ Հիմա ընտրությունները տեսնում է իր վիճակը, որ ծայրահեղված է, որ ժողովուրդը իրան ընդհանրապես չի պատրաստում ոչ քվեթա, ոչ բան, ինքը 51% չի հավաքի, ասեմ կոպիտ ասեմ, սոցիալակը կտեսնի 51% չի հավաքի։ Հիմա գնացել է այդ մանիպուլյացիայի բյուջեի հաշվին կոպիտ ասած ընտրակաշառք, հա, բաժանում թոշակառուների։ Դա անընդունելի անվտանգություն, եթե անվտանգություն չեղավ, կոնկրետ անվտանգություն։ Դրա համար մենք Հարկեր չեղան։ Այդ հարցը մեզ մնացած հարցերը արդեն երկրորդվում է, որքան էլ որ դրանք հաճելի հնչեն, պոպուլիստական լինեն, զանգվածներ ներգրավեն, բայց ըստ էության արդեն իսկ երկրորդում է։ Հատկապես եթե հաշվի առնենք, հենց հիմա ինչ է կատարվում, նաև տարածաշրջանում։ Եվ մենք տեսնում ենք, միթե մտածում են, որ մեր հանրությունը այդքան ցածր ցենզ ունի եւ պիտի ավելի շատ սպառը, չգիտեմ, այդ կարկանդակային քարոզարշավ։ Դա Նիկոլ Փաշինյանի ոչն է, դա Նիկոլ Փաշինյանի էժանագին պոպուլիզմն է, Նիկոլ Փաշինյանը իր ողջ կյանքի ընթացքում սկսած ընդդիմադիր ժամանակներից վերջացրած վարչապետ արդեն եղած ժամանակ նույն ոճով է շարժվել, չգիտես ինչու այդ մարդը մտածում է, որ այդ յուղոտ ձեռներով կարկանդակ ուտել է, այդ կուկուռուզ ուտել է, այդ իբր ժողովրդական իրան պահել, բայց դա ժողովրդական չի, մեր ժողովուրդը նման անմակարդակ ձևքին չի պահում, եթե Նիկոլ Փաշինյանը փորձում է ժողովրդին իջացնել իրան մակարդակի, Նիկոլ Փաշինյանը դա չի ստացվում։ Մտածում են, որ մարդիկ իրավիճակին adekvat չեն կամ adekvat չեն անցալու։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է այն նրա համար, որ վերընտրվի։ Նիկոլ Փաշինյանին քննադատել է այդ առումով ինքը ինչ անում է դրա համար, դա անիմաստ է։ Նիկոլը ով կա։ Նիկոլին պետք չի հիմա դնել, Նիկոլ Փաշինյանին չի կարկանդակել։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ կարա անի, Նիկոլ Փաշինյանը կարա գնա բարաբան խփի, կարա կարկանդակ ուտի, կարա չգիտեմ գլխարկները հանի դնի, կարա մի օր ծաղրացուի են կարմիր քթերից դնի։ Ամեն ինչ կարան։ Իսկ ինչ վերաբերվում է շատ կարևոր բան եմ ասում։ Իսկ ինչ վերաբերվում է տնտեսության վերաբերյալ եւ արդյոք արժի տնտեսության մասին խոսույթը դնել առաջնահերթ թե չարժի, ես կարամ պատասխանեմ մենակ մեր ուժի անունից, մենք տնտեսությունը չենք դնում առաջնահերթ, մենք առաջնահերթ դնում ենք անվտանգությունը, մենք առաջնահերթ դնում ենք արժանապատվությունը, բայց չենք թերագնահատում նաև տնտեսության դերը, որովհետև ուժեղ տնտեսությամբ դու կարող ես կառուցել հզոր բանակ, իսկ հզոր բանակը անվտանգության թիվ 1 երաշխավորն է, այնպես որ ինչպես որ պարոն Թաթոյանը ասեց, մենք ոչ թե կամ ուժեղ բանակ, կամ անվտանգություն, կամ տնտեսություն, կամ կոռուպցիա, կամ դեմոկրատիա, մենք եւ ենք գնում, եւ ուժեղ բանակ, եւ անվտանգություն, եւ հզոր տնտեսություն, եւ դեմոկրատիա, եւ առանց կոռուպցիայի պետական համակարգ։ Այնպես որ այդ ձեր հարցը, ես շատ լավ հասկանում եմ ձեր հարցը, այդ հարցը մեզ չի ուղղված։ Մենք խոսում ենք ըստ հրատապությունների եւ պարոն Թաթոյանի երեկվա ասուլիսը եւ երեկվա բացահայտումը դա ամենաառաջնային հրատապություններից ելնելով անվտանգային խնդիրներից ելնելով ելույթ է։ Տեսեք, ձեր հասցեին հնչում են մեղադրանքներ, անուններ հիմա չտան, բայց այնուամենայնիվ նաեւ ընդդիմադիր դաշտից հնչում են մեղադրանքներ, որ դուք կարծես թե ասեք, որ նախագահները պիտի դուրս գան խաղից, որպեսզի Արման Թաթոյանի համար տեղ լինի։ Խոսքը նախկին նախագահներին է վերաբերում եւ անթույլատրելի են նման մոտեցումը համարում, բայց
այնուամենայնիվ մենք եւս նկատում ենք, նրա պատաշտը եւս նկատում է, որ ձեր թիրախում միայն Նիկոլ Փաշինյանը չի, սա ինչով է պայմանավորված, այսինքն դուք ճիշտ եք համարում, որ այս ժամանակահատվածում, երբ բոլորը խոսում են միասնության մասին, համախմբման մասին, դուք քննադատում եք նաև անդիմադիրներ, որտեղ որոշակի ակնարկներ կան, օրինակ մեկը, չգիտեմ, Ռուսաստանի տեխնաց ունենք անվանում, մյուսին անվանում եք Ադրբեջանի դար Նիկոլ Փաշինյանի հետ ասոցիացիայում հստակ է երեկել հայտարարված, բայց այնուամենայնիվ նաև անդիմադիրներին ուղղված սլաքներ կան, նույն սահմանադրության փոփոխության հետ կապված, որ անթույլատրելի եք համարում։ Թույլատրելի է։ Սահմանադրությունը փոխել է, կամայական փոփոխությունը թույլատրել, ես կարծում եմ ոչ։ Ես ձեզ պարզապես ասում եմ, ելնելով նրանից, քան որ նաև անդիմադիրներն են նման առաջարկությունները։ Կարող է այդպիսի ընկալում ձևավորվել։ Կարող է նաև այդպիսի ընկալում ձևավորվել։ Այսինքն դուք ուզում եք ձեզ համար տեղ բացել այլ անդիմադիրներին փորձելով դաշտից դուրս թողնել։ Նախ ուրեմն կամ թերագնահատելով նրանց։ Նախ սկսենք նրանից, որ այն մարդիկ, ովքեր որ ասում են, որ իբր մենք ասում ենք, որ նախկին նախագահները չմասնակցեն, որ մեր համար տեղ լինի։ Նախ դա ստախոսություն է, վերաբերում է Ռոբերտ ստախոսություն է, չէ, եկեք հիմա պարզ խոսանք, բաց ենք խոսում եւ ես կարծում եմ մեր հասարակությունը, մեր ժողովրդի իրավունք ունի պարզ էս ամեն ինչի մասին լսել էլի, հստակ առանց ավելորդ քաղաքական ինչ-որ խոսույթի, պարզ ասեմ, նախ դա սուտ է, դա ոչ թե սուտ է, դա լկտի սուտ է եւ տղամարդկանց, իրենց տղամարդ համարողներին անհարիր է նման սուտ տարածելը։ Երբեք ու երբեք մենք չենք ասել, թե նախկին նախագահները դա կլինի Լևոն Տեր-Պետրոսյանն, Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը, թե քաղաքականությունից դուրս գան, որ մեր համար տեղ լինի։ Չէ, դուք ասում եք նրանց առաջադրվելը կնպաստի վերարտադրությանը։ Թույլ տվեք շարունակեմ։ Նախ ֆիքսենք, որ մենք երբեք չենք ասել, թող նախկին նախագահները քաղաքական դաշտից դուրս գան, որ մեր համար տեղ լինի, դա մեկ սուտ։ Դուք չեք ասում, բայց այդպեսի անկալում եք։ Ես խոսեցի անկալման մասին, որը կարող է ձևավորվել։ Դա անկալում չի։ Դա շատ կոնկրետ քարոզչական թեզա, որը ուղղված է միասնության թևերի դեմ եւ պարոն Թաթյանի ու մեր դեմ, կոնկրետ քարոզչական թեզա, դա անկալում չի, որովհետեւ կամ այդ մարդիկ անկալման հետ կապված խնդիրներ ունեն, որովհետեւ մենք նման բան չենք ասել։ Կամ էլ դա քարոզչական թեզա։ Ես չեմ կարծում, որ այդ մարդիկ անկալման հետ կապված խնդիրներ ունեն, հետեւաբար եկեք ֆիքսենք, որ դա քարոզչական թեզա։ Հիմա ասեմ ինչ ենք ասել ու ինչ են ասում այդ մարդիկ։ Դուք հստակ ասում եք, որ կնպաստեն, եթե մասնակցեն, կնպաստեն Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը առավոտից երեկո դրոշակի պես ծածանում է նախկիններ, ներկաներ թեզը։ Այդ խոսակցությունները մենք արդեն 5 տարի է 2021 թվականից բոլորս առավելևս դուք որպես լրագրող, որպես իրողությունների կիզակետում գտնվող մարդ տեսել եք առավոտից երեկո ազգային ժողովում կապիտուլյան Դավաճան, Թալանչի հողատու այդ անբովանդակ խոսույթը եւ Նիկոլ Փաշինյանի այդ քարոզչական թեզը, որ ինչ խոսում ենք, գալիս է հանգեցնում նախկինները։ Հիմա մենք ինչ ենք ասում, որ պետք է որեն։ Երեք էլ էր խորհրդարանում։ Դե ինչ պետք է ասում, բա հենց էտա, նայեք դուք ինքներդ ձեր ասածով ապացուցեցիք մեր թեզի ճշմարտությունը։ Նիկոլ Փաշինյանը, թող մասնակցեն, բայց ով ասում իրավունք չունեք մասնակցել։ Մենք ընդհանրապես ասում ենք, եկեք շատ հստակ ասել։ Մենք ընդհանրապես ասում ենք իրենց դեմքով, որ ձեր ներկայությամբ, ձեր դեմքով, եթե դուք մասնակցում եք ընտրություններին, ապա դուք ջուր եք լցնում Նիկոլ Փաշինյանի քարոզչական ջրաղացի վրա, Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնելով ժողովրդին անընդհատ նախկին ներկա անելով, վանում է ժողովրդին ընտրություններից, ժողովրդի մոտ հուսահատություն առաջանում, որովհետև Նիկոլը իր քարոզչական մեքենայով ստեղծում է այնպիսի պատրանք, որ գոյություն ունի կամ նախկիններ կամ ներկաներ, դրա համար մենք արձանագրում ենք իրավիճակը, ասում ենք սա է լինում ձեր ներգրավվածությամբ։ Ուզում եք ներգրավեք, խնդիր չկա, ձեզ ոչ մեկ չի ասում։ Դու գնացեք, որ մենք գանք կանոնը։ Հայաստան խմբակցությունը ողջունում եմ։ Հիմա խորհրդարանում ամենամեծ անդիմադիր ուժն է, այսինքն այնուամենայնիվ իրենք ունեն իրենց ընտրողները։ Թող ունենան, ես ասում թող չունենան։ Ես ասում եմ, սիրելի հայրենակիցներ, այդ ցուցակը գլխավորել է Ռոբերտ Քոչարյանը։ Շատ լավ արել, շատ լավ, ես շատ ուրախ եմ։ Ասում եք, եթե առաջադրվեց։ Ինչ։ Նիկոլ Փաշինյանի քարոզչական։ Ապա կնպաստի։ Այո, Նիկոլ Փաշինյանի քարոզչական ջրաղացին ջուր ես լցնում, չի լցնում։
Չի լցնում Նիկոլ Փաշինյանը առավոտից երեկո խոսում է Ռոբերտ Քոչարյանից, առավոտից երեկո խոսում է Ռոբերտ Քոչարյանից, գոյություն ունի Հայաստանի քաղաքական դաշտում, ընդդիմադիր դաշտում, շատ ավելի խոշոր, շատ ավելի էլեկտորալ մեծ ռեսուրս ունեցող ընդդիմադիր ուժեր, այդ թվում նաև նոր ուժեր, որոնք ժողովրդի մոտ շատ լավ դերական ընկալում ունեն, բայց Նիկոլ Փաշինյանը առավոտից երեկո ասում է, ով կա սա Քոչարյանի մարդիկ են։ Հիմա մենք ասում ենք հարգելիներս ձեր քաղաքական դաշտում լինելով դուք ջուր եք լցնում Նիկոլի Քարոզչական չնայածին։ Ով է ասում։ Այդպիսի մեկնաբանություն, ով է ասում։ այդպիսի մեկնաբանություն։ Նիկոլականներն են ասում։ Դե Նիկոլ Փաշինյանը դե ինչ պետք է ասի։ Դե Նիկոլ Փաշինյանը թող գնա ինքը մի հատ ասի ինքը ում մարդն է, բացի Ադրբեջանի մարդուց էլ։ Հիմա մեզ ասում են Սերժ Սարգսյանի մարդիկ եք, ինչ ուզեն կարան ասեն։ Բնականաբար ժողովուրդն է գիտի, մենք ում մարդիկ ենք, ում մարդիկ չենք։ Մենք մեր կանած մարդիկ ենք, sense ասեմ, էլի։ Այսինքն ի՞նչ է նշանակում Սերժ Սարգսյանի մարդիկ եք։ Պարոն Թաթոյանը իր հերինակությամբ, իր աշխատանքային գործունեությամբ իր հերինակությունը վաստակել է ժողովրդի մոտ։ Մեր միասնության թևերի անդամները բոլորը սուպեր պրոֆեսիոնալներ են, համ նախկինները չեն կարա հերքեն, համ ներկաները չեն կարա հերքեն։ Ինչի մասին է խոսքը, սրա մարդիկ եք, նրա մարդիկ եք։ Այ դրա համար եմ ասում, այ դրա համար ենք ասում, որ նախկին նախագահների ներգրավվածությունը քաղաքական դաշտում օգնում է Նիկոլին, շատ ճիշտ, շատ դիպուկ բնորոշում է անում։ Նիկոլ Փաշինյանը վամպիրի նման սնուցվում է նախկինների քաղաքականության մեջ ներգրավված լինելով։ Հիմա որ մենք էլ իշա Հայաստանի, իշա մեր ժողովրդի, իշա նրա որ Նիկոլին կարանանք վերջնականապես հեռացնենք իշխանությունից, նման արձանագրում ենք անում, մարդիկ մեզնից նեղանում են, ընդ որում թիրախային ոչ մեկին չեն քննադատում, ոչ մեկին չենք վիրավորում, ոչ մեկի արածներին քաղաքական գնահատական չենք տալի, ընդհակառակը հարգանքով նորմալ ասում ենք սիրելի նախագահներ, սիրելի նախկիններ, այսպես ասած, դուք որ հիմա քաղաքականությամբ եք զբաղվում, դա օգնում է Նիկոլին, ժողովուրդը ձեր էջը փակել է, բայց դուք լինելով ստեղ Նիկոլի Քարոզչական թեզերին օգուտ եք տալի։ Հիմա եթե իրանք դա ինտերպրետացնում են, որ մենք իրանց ասում ենք դուք գնացեք, որ մեր համար տեղ ազատվի, դա նրանք կամ խափում են կամ քաղաքականությունից չեն հասնում։ Այսինքն դուք կարծում եք ձեր համար տեղ կա։ Իհարկե կա, քաղաքականությունը տես չի աշխատում, որ դուք գնացեք, որ տեղ ազատվի, այսինքն չհասկացա, եթե մարդը օրինակ Իրանք էլ են ձեր քաղաքականությունը այդպես չի աշխատում։ Բայց իրանք են թեզերը ասում։ Բայց ով է իրանց ասում, բայց ով է իրանց տես բան ասել։ Հենց ամենակարևոր մեխը շատ շնորհակալ եմ ձեզնից, որ դուք այս հարցը բարձրացրեցիք։ Եկեք մեկընդմիշտ այս հարցը հստակ բովանդակային խոսանք վերջանանք։ Ով է իրանց ասել գնացեք որ գան, որ մենք գանք կարողանանք տեղ ունենալ ընդդիմադիր դաշտում։ Ուրիշ բան ենք ասել, քաղաքական իրողությունները վերլուծելով հստակ գնահատական ենք տվել, որը չեն կարա հերքել ոչ մեկ, ոչ Նիկոլը, ոչ նախկինները։ Հիմա տենց որ նեղացած պոզա են ընդունել մեր ընդդիմադիր գործընկերները, դա հարիր չի։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի ընդդիմադիրներ, մենք ասում ենք փաստ, քաղաքական իրողություններից ելնող վերլուծական փաստ, դուք նեղանում եք, ասում եք, դե դուք մեզ ասում եք գնացեք, որ մենք կամ կարողանանք քաղաքականություն զբաղվել։ Ինձ թվում է ժամանակի ընթացքում ամեն ինչ բարձ կլինի, երբ ժամանակի ընթացքում շատ ամեն ինչ բարձ է լինելու։ Ասեմ ավելի, 2021 թվականին գոյություն ուներ հստակ երկընտրանք։ Գոյություն ուներ, ոչ մեկ չի կարող ասի գոյություն չուներ։ Գոյություն ուներ հստակ երկընտրանք։ Նիկոլ Փաշինյան եւ ընդդիմության լիդեր։ Ինչ եղավ։ Ինչքան մարդ գնաց Նիկոլ Փաշինյանին ձեն տվեց զուտ նրա համար, որ այդ երկընտրանքներ առաջարկված ժողովրդին։ Չի եղել տենց բան։ Մեր ընդդիմադիր գործընկերները հերքելու են դա։ Կա Հայաստանում մեկը, որ կարա դա հերքի։ Կա Հայաստանում կներեք, կա Հայաստանում մեկը, որ կարա հերքի, որ ժողովրդից խնդրվեց մանդատ Նիկոլ Փաշինյանին վռնդելու համար, ժողովուրդը այդ մանդատը տվեց, բայց Նիկոլ Փաշինյանը միջև հիմա իշխանությանը, իսկ ընդդիմությունը ազգային ժողովում ըստ էության բացի լեզվակռվից ոչ մի կոնկրետ քայլ չի արել, որ Նիկոլ Փաշինյանը հեռացվի։ Հիմա ես չեմ ուզում մեր ընդդիմադիր գործընկերների հետ դաշտում առաջին ջութակը փոխվել է, ասում են առաջին ջութակը էսպայից Սամվել շատ լավ Սամվել Կարապետյանն է։ Ինչպես ընդ որում Սամվել Կարապետյանի վերաբերյալ երեք պարոն Թաթյանը շատ հստակ ասեց, Սամվել Կարապետյանը անուրանալի գործ արել Հայաստանի Հանրապետության համար, Սամվել Կարապետյանը մեծ հայ բարերար է, որի հանդեպ այս իշխանությունները շատ անարդարացի են վարվում, եւ Սամվել Կարապետյանի հետ կապված մեր խնդիր չունենք։ Խնդրում եմ այդ թեզերը, որ կա որոշ ընդդիմադիրների մոտ, որ փորձում են մեզ ու Սամվել Կարապետյանին, այսպես ասած, մեզ ու մեր ձևով ուժին
կոպիտ ասած կռիվ գցել մեր մեջ։ Դից բան գոյություն չունի։ Մենք ընդհանրապես ասել ենք, որ մեր համար որպես մասնագետներ, որպես Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ Հայաստանի Հանրապետության իրավական կարկասը արժևորող մարդիկ անընդունելի է սահմանադրության փոփոխությունը կամայական։ Դա չի նշանակում, որ մենք խնդիր ունենք։ Ես հասկանում եմ քամին որտեղից է փչում։ Բնականաբար համ Նիկոլ Փաշինյանը, համ որոշակի ինդիմադիր բևեռներ շատ մեծ կուզենան, որ Սամվել Կարապետյանը եւ մեր ուժը իրար հետ ինչ-որ խնդիր, բայց դա չի լինելու։ Դա հույս չունենա, օգտվելով առիթից ասել, անիմաստ է փորձելը։ Իսկ ինչ վերաբերում է այդ վիրավորական պոզաներին ու սուտ հայտարարություններին, որ մենք ասում ենք դուք գնացեք, որ մենք գանք ձեր փոխարեն քաղաքականությամբ զբաղվենք, դա էլ վերջացրեք։ Եթե բովանդակային բան ունեք խոսալու, հարգելի ինդիմադիր գործընկերներ, խնդրեմ, նստենք բովանդակային խոսանք։ Եթե բովանդակային բան չունեք խոսալու, ուղղակի քաղաքական նախանձից ելնելով պետքա սենց fake ինֆորմացիաներ տարածեք, մի արեք, դա հարիր չի։ Մեր խնդիրը Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանը եթե մնաց Հայաստանի փոխարեն լինելու է հակա-Հայաստան, կենտրոնացեք Նիկոլ Փաշինյանին հանելու վրա, խնդիրներ մի առաջացրեք, ընդդիմությունը մի պարակտեք, հետո հերթական անգամ տեղ թողեք, որ մենք կարողանանք միասնական ձեր վրա Նիկոլ Փաշինյանին հանենք։ Դա հստակ բան է, ոչ մեկի հետ խնդիր չունենք, թող չնեղանան, եթե նեղանում են, կամ գան քաղաքակիրթ բանավեճի դաշտ, կամ սուտ չտարածեն։ Իմ ասածը դա է։ Շնորհակալ եմ։ Հարգելի հետևորդներ, ես հիշեցնեմ, մենք զրուցում էինք Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանի հետ։ Շնորհակալ եմ մեզ հետևելու համար։